Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Փաստ-ինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ բանաստեղծ հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի հետ, ով վաղար շաբաթի ընտրություններում առաջադրվել է Հայրենիք կուսակցության ընտրացուցակով։ Պարոն Մանուկյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, վաղար շաբաթի ընտրություններից առաջ Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններն էին, ես չեմ կարող սրանց չանդրադառնալ, եւ թե Փարաքարում եւ թե Գյումրիում ըստեյության քաղաքացիական պայմանագիրը պարտվեց։ Ցավոք մենք տեսանք դրանից հետո հաղթած տեխնացուի Փարաքարում Փարաքարի ընտրություններում ԿՊ-ին հաղթած տեխնացուի ողբերգական սպանությունը, որն իհարկե հիմա այլ կերպ է առայժմ մեկնաբանվում եւ դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, իսկ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը սպառնում է էլի իրեն հաղթած ընդդիմադիր տեխնացուին դուրս շպրտել։ Դուք այստեղ տեսնում եք որոշակի մեսիջներ ուղղված օրինակ վաղար շաբաթի ընտրություններին ընդդիմադիր տեխնացուներին։ Ես ոչ միայն ընտրությունների հետ եմ կապում, այլ ընդհանրապես մեր երկրում այսօր չարության մթնոլորտն է տիրում, չարքապատկաններ են եկել, որոնք փշրում են այն ամենը, ինչը ազգային միասնության է տանում, մղում։ Հիմա հիշեք այն հաղթական տոները, որ ունեինք, սրանք մոռացնել տվեցին։ Մարդիկ մոռացել են, որ հաղթական օրեր էին նշում, եւ հիմա սրանք ինչ որ սուտ, կեղծ բաներ են ասում, գինու տոն, չգիտեմ, գարեջրի տոն, ինչ որ լացելնելու տոն, ծիծական են, ինչ ասես կանեն, ես ասել եմ գգա կհասնի նաև նրան, որ մի օր էլ կասեն այսօր ուրեմն տառականների պաշտպանության օրն է։ Ըստ ԿՊ-ի մենք նման բանի էլ կհասնենք, որտեղ անհեթեթությունները սրանք այդպես որպես իմաստուն մտքեր ներկայացնում են եւ այդ դատարկախոսությունը երբեմն ընդունելի է դառնում եւ նաեւ իր գիտեք, այդպես ասեմ, որպես օրիգինալություն սրանք կարողանում են փաթեթավորել եւ մատուցել։ Մի առիթով ասել եմ, կարողանում են նաև ցավը, վիշտը, ողբը որպես ծիծաղ ներկայացնել։ Այդ գինու փառատոնը ես հայտարարել եմ, որ այդ գավաթները լցված են մեր զավակների արյունով։ Այդ ինչի վրա եք ուրախանում։ Այդ ինչի վրա եք այդ փառատոնները անում։ Միթե արդեն հաջողել եք հայությանը այդպես մի ապահով երկիր ուրեմն կտակել եւ արդեն տոնում եք, ահա, այդ հզոր երկրի ուրեմն սկիզբը, ինչպես ինքն է ասում, մի նոր հանրապետություն է ստեղծում, ինչ է այդպես հայտարարում, որովհետեւ բոլորիս աշկի առաջ այս հանրապետությունը վերանում է։ Իսկ պետականությունն է ջնջվում, վերանում եւ որպեսզի այդ մեծ տագնապը չտիրի, որպեսզի կարողանան զգուշորեն ոչնչացնել, ասում են նորն ենք ստեղծում։ Դե ինչպես, ասենք, Աջափնյակի այդ մետրոն ստեղծեցին, ինչպես ուսանողական քաղաքը, հիմա էլ ասում են երկու ատոմակայան է ստեղծել։ Ես զարմանում եմ, որ երրորդը չի ասել, երրորդն էլ ստեղծած կլինի, ասենք ինչի երկուսը, ոչ երեքը։ Կամ այտենց բաներ, որոնք գալիս են եւ ելի եմ ասում, սրանք այդ փաթեթավորման հույժ հմուտ վարպետներ են եւ կարողանում են դա հրամցնել մեր ժողովրդին։ Տեսեք, սուտը, կեղծիքը ինչպես կարողացան, չէ՞, ճշմարտության տեղ մատուցել եւ հենց ամենասկզբում պատերազմը երբ սկսեց, դա ես առանցքն եմ համարում իրենց եկած եւ այդ ավերը, ողբը բերածների, ես ավերիչների, ես չարքապատկանների պարտվենք էլ մեզ պարտված չպիտի համարենք։ Այստեղ արդեն կար այն մեսիջը, որ դեպի պարտության են գնում, մինչդեռ պատերազմի մղվողը պարտության մասին ընդհանրապես չպիտի մտածի։ Պիտի միայն հաղթությունից խոսի, հաղթանակից խոսի, բայց քանի որ սրանք հաղթության կրողները չեն, պարտության կրողներն են, ցանկացած ոլորտ են կործանելու, ավիրելու եւ դա չպիտի համարեն կործանում։ Դագաղներով եկածները լցնում են այդ դագաղները։ Սրանք եկել են մեր իրականությանը ոչ բնորոշ բաներ, չէ՞։ Հեղափոխություն, ինչ ասես եղել է տես, բայց երբեք այդպես չի եղել, հայը հայի դեմ դագաղ տանի ասի։ Քեզ սրա մեջ եմ դնելու։ Եվ մինչև այդ դագաղները իրենց բերած իրենք էլ չլցվեն, ռադելնեն, այս երկիրը այդ չարիքի մեջ է լինելու։ Իրենք պիտի իրենց բերածով գնան, վերանան, անետանան։ Իմ ընկեր Դավիթ Ամալյանը, երբ ես բան էի ասում, որ այս չարիքը ծնվել է, շատ հետաքրքիր գրառում էր արել, սրանք չեն ծնվել, սրանք առաջացել են։ Սրանք չեն մահանալու, սրանք վերանալու են։ Եվ ես լրիվ համաձայն եմ։ Պարոն Մանուկյան, այնուամենայնիվ ուզում եմ հասկանալ ձեր կարծիքով
ինչ հնարավորություններ ունի այսօր ՔՊ-ն վաղարշապատում նկատի ունեմ, որ նախորդող ժամանակահատվածում իրենք գլխավորում էին, իրենք առաջնորդում էին եւ համայնքապետարանը ըստ էության իրենցն էր, բայց այդ նույն համայնքապետարանում կոռուպցիոն բացահայտումների պակաս կարծես թե չունեցավ։ Հիմա ինչ ունի ՔՊ-ն առաջարկելու վաղարշապատցուն։ Գիտեք, ես հայտարարել եմ, որ ՔՊ-ի ոտքը չպիտի ամրանա էջմիածնում վաղարշապատում, որովհետև եթե նրանք կարողանան վաղարշապատում կայանալ, այդ դեպքում ծրագրվում է հաջորդ քայլը հարձակում մայրաթոռի վրա, թե դա ինչպես կբնութագրեն, կաթխիկոս կասեն, կասեն։ Մենք գոնե տեսանք, որ սրանք նույն կետից ուղղորդվողներ են, ինչպես Ուկրաինայում եղավ, որ հարձակումներ եղան եկեղեցու վրա, դա պատվեր է, չէ, իջեցվել է։ Վրաստանում երբ փորձեցին անել, վրացիները ջարդ տվեցին պարզապես այդ գլոբալիստներին, իրենց համար դրանք շունշան ворթիներ էին, որոնց գլուխները ջարդեցին եւ ռադարեցին եկեղեցապատկան հատվածներից։ Եվ սրանք իսկապես տապալվեցին։ Մեզանում չեն տապալվում, մեզանում անընդհատ մի բան բզբզում են, փորձում են անել։ Այ հիմա տեսեք այդ Օհանավանի դեպքերը, երբ այդ Հուդայի ժառանգորդը, չէ, այդ սուտի քահանան, որը ինքնասպանված է իմ համար, որովհետև նա ով ելնում է օցիալ վեապարի դեմ հոգևորականը, ինքնասպանվում է ինքը պարզապես։ Կարևոր չէ արդեն նրա ֆիզիկական գոյությունը, ինձ համար դրանք ինքնասպանվածներ են եւ 3 ինքնասպանված արդեն ինձ համար կան, որոնք հայտարարություններ արեցին, դրանցից մեկն էլ ասաց, մի թերուս ասաց, իմ աչքերը նոր բացվեցին, չէ, հա, սատանան երևաց աչքերին ու աչքերը բացվեցին։ Այսինքն չարկապատկանները սրանց կարողացան ինչ որ ոգևորիչ բաներ գտնել։ Ես չեմ ուզում իմ չիմացած բաների մասին խոսել, նյութն է եղել ոգևորողը, սուտն է եղել, ինչն է եղել, բայց ամեն դեպքում հասկանում եմ, որ այդ ոգևորիչ խթանները եղել են։ Եվ հիմա ուրեմն երբ սրանք չթույլ չտվեցին, որ օրինավոր նշանակումով հովիվը Տեր Մանուկը գնա եւ իր ծառայությունը իր ժողովրդին մատուցի, ես հասկացա, որ չարքապատկանների ուրեմն այդ շարանը շարունակվում է, այն քահանան, ով իսկապես էլ բարձր նվիրյալ է իր կոչմանը Տեր Մանուկը, որին ես դեռևս վիրահայոց թեմից գիտեի եւ տեսել էի, որ մենք ունենք արժանավոր հոգեվորական եւ ես իրեն շնորհակալությունս եմ հղել մի հոգեվորական, ով մեզ հետ Ամանորի գիշերը եղավ Եռաբլուրում եւ իր օրհնանքի խոսքը հղեց, իր օրհնության խոսքը անմահականներին հղեց եւ իր սփոփանքի խոսքը մեզ իսկապես հոգեվորական է։ Իսկ բոլոր այն շունշան ворթիները, որոնք կփորձեն իրական հոգեվորականներին, ովքեր ծառայում են իրենց ժողովրդին, ովքեր ծառայում են մեզ, ովքեր փարատում են բերում մեր ցավ ու վշտին, դրանց բախարակել ու անվանարկել, դրանք պիտի փռվեն որպես թավշյա փալաս հայ ժողովրդի ոտքերի տակ։ Ինչ էր տեղի ունեցել իրականում եւ ինչու այնուամենայնիվ Տեր Արամը գտավ իր աջակիցներին այդ Դե սա ուրեմն այնտեղ մոլորյալ նորից ժողովուրդը, մենք հլա իշեք քանի տոկոս կան այդ նիկոլիստներ, որոնք ստու կեղծիքի մեջ ապրում են եւ շարունակում են ապրել։ Սրանց միակ ոգևորողը ես տեսնում եմ պարգևավճարներ, մյուս ես գիտեի, որ պարգևավճարներ իհարկե բոլոր ժամանակներում են եղել եւ պարգևավճար ստացել են նրանք, ովքեր մի դրական բան են արել մեր երկրում, մեր պետության մեջ, իրենց ոլորտներում, կլինի գյուղատնտեսություն, գիտություն, մշակույթ, բայց սրանք ինչ են արել, հա մտածում էի, հետո հասկացա, որ փայլուն են անում երկիրը ավերելու, կործանելու իրենց գործը եւ պարգևավճարվում են։ Այսինքն իրենք իսկապես էլ սրանց պարգևավճարում են մեր թշնամի ուժերը, սրանց հնարավորություն են տվել։ Եվ եթե ետ գնանք, հիշեք Սրբազան շարժման օրերին, երբ ուրեմն հունիսի 12-ին այդ նռնակները նետեցին մեզ վրա նախորդ տարի, եւ անգամ մանկասայլակները հաշվի չառնելով, որ այնտեղ մանկասայլակներ կային, ինչ ասաց այդ Միացյալ Նահանգների դեսպանը, ճիշտ են անում։ Այսինքն ոչ ժողովրդավարություն, ոչ դեմոկրատական
ուրեմն արժեքներ գոյություն չունեն, դա խապկանք է, որով սրանք այդպես հայտարարելով գնում են երկրներ նվաճելու։ Ինձ միշտ զարմացնում է, գիտեք, ասենք Լիբիայի օրինակը վերցնենք, մարդիկ ապրում էին սոցիալական վիճակով, շատ ավելի լավ վիճակում էին, 6 անգամ ավելի բարեկեցիկ, քան ասենք Ռուսաստանի բնակիչը, այդ համեմատությունը արված ես վերցնում եմ, եւ ուրեմն ասում եմ, հələ նայեք, փաստորեն կարող են անգամ այս լավ պայմաններում բնակվողներին խաբեության մեջ դնել, իրենք հարձակվեն իրենց ղեկավարի վրա, որ ասում էր ես ձեր հայրն եմ, ես ինչ եք անում, ինձ հետ ես ոնց եք վարվում, եւ հիմա հասկանում են, որ իրենք իրենց իսկ ձեռքով իրենց երկիրը տապալեցին, իրենց բարեկեցությունը անհամեմատ ձևով իջեցրեցին եւ հիմա այլևս վերադարձ չի լինելու, որտեղ այդ սուտ դեմոկրատական արժեքները փող արելով սրանց եկան ջնջեցին ամեն բան։ Մեր աչքի առաջ չէ ցեղասպանությունն է տեղի ունենում, մենք այդ ամեն ինչը տեսանք Գազայի հատվածում եւ սպասում ես, որ մի գերտերություն կսանձի այդ Իսրայելին, հակառակը կանգնել է թիկունքին ազգից Միացյալ Նահանգները եւ ասում է ոչ մեկը չփորձեք հանգարց մեղադրել Իսրայելին։ Ինչ է ստացվում, այսինքն կոտորենք չկխելով կոտորվեք, դուք ով եք որ որոշեք, մենք պետք է ցեղասպանենք թե ոչ, արդեն բացահայտ սրան է գնում։ Դե իրենց ինչպես հարմար է, այդպես էլ վարվում են։ Վերադառնալով վաղար շաբաթ, պարոն Մանուկյան, մյուս ընդդիմադիր թեկնածուն երեք խոսում էր այն մասին, որ քաղաքացիական պայմանագրի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձը այնտեղ ազատումներ է անում եւ կադրերից հեռացվում են այն մարդիկ, աշխատանքից հեռացվում են այն մարդիկ, ովքեր սատարում են կամ ընդդիմադիր թեկնածուներին կամ նրանց հետ որևէ կապ ունեն, ընկերներ են, բարեկամներ են եւ այլն։ Դուք նման դեպքերի ականատես լինում եք։ Պիտի խոստովանեմ, ինձ հետ կապված նման դեպք ես չեմ տեսել, որ ասեմ այս մարդը սատարում է եւ անգամ համակարգում աշխատում է, ինձ հետ կապված նման դեպք չի եղել եւ ես ասեմ, որ քանի որ նորից անդրադարձակ ԿՊ-ի ներկայացուցիչին, ասեմ, որ իրենց այդ ամբողջ ԿՊ-ական, չգիտեմ, քանի հազար են դրանց միջի լավագույն մեկին ընտրել են Արգիշտի Մեխակյանին, ով իսկապես էլ լավագույնն է իրենց մեջ եւ երբեք ինձ համար նա ԿՊ չի, նա բարձր է ԿՊ-ից եւ ես շատ կուզեի, որ Արգիշտի Մեխակյանը առանց ԿՊ-ի հանդես գար, այդ դեպքում իր ցուցանիշը շատ բարձր կլիներ։ Իսկ ԿՊ-ով այդ ԿՊ-ն է իրենով փորձում ներկայանալ։ Հակառակ դեպքն է ստացվում։ Սովորաբար կուսակցությունները իրենք են ներկայացնում, չէ՞, մեկին, բայց այս դեպքում իրենք։ Եվ ես մի առիթով ասել եմ, որ այո, Նիկելը փորձում է եւ իր նման արնոտ ձեռքերը լվալ Մեխակյանի նման ազնվագույն մարդկանցով։ Ես նրան համարում եմ եւ կգա ժամանակը, որ նա ինքն էլ կհասկանա, որ այս խմբի հետ երկար ճանապարհ չկա։ Սրանք հայրենանվեր գոյություններ չեն, սրանք սև սպիտակի բաժանող, մեր միասնականությունը տրոհողներ են։ Այդ տեսեք ինչ որտեղ որ հայությունը միավորվում է, դա տրոհում են։ Այսօր ինչ ենք տեսնում, ասենք Ծիծեռնակաբերդի հուշարձանը քանդում են, այն մարդիկ, ովքեր կասկածի տակ են դրել ցեղասպանությունը, հայտարարում են նորոգ, արա դուք հուշարձան նորոգող եք։ Դուք գնացեք ձեր ուսանողական քաղաքը, ձեր մետրոն, ձեր չգիտեմ ինչերը, այդ կեղծ բաները, որ ասում են, դուք ձեզ չհավատալով, ձեզ թվում է մենք ենք հավատալու, կամ հիմա Մայրաթորի վրա հարձակումները, ինչի են մեր թշնամիները խրախուսում, կամ պարտադրում այդ հարձակումը, որովհետև այդ հարցումներով նրանք պարզել են, որ մեծ հեղինակություն է վայելում հայ առաքելական եկեղեցին եւ ընդհանրապես էլ աշխարհի եկեղեցիների մեջ ամենաներկայանալին, ես քրիստոնյա աշխարհի մասին եմ խոսում, մեր առաքելական եկեղեցին է, ինչու, որովհետև հենց բառը ինքն է հուշում, առաքելական եկեղեցի, դա Քրիստոսի հենց առաքյալներն են եկել եւ հիմքը դրել մեր եկեղեցու, այնինչ չես ասում մյուս բոլոր, անգամ Հռոմի, ասենք մեզ համար հայտնի է, չէ, թե Վատիկանը ինչ դիրք ունի, մյուսը, բայց ես կարծում ամենաբարձր դիրքը ունի հենց հայ առաքելական եկեղեցին եւ հիմա փորձում են փշրել դա մեր ուրեմն քաղաքացիների հայերի աչքերում, ասենց ասեմ, այդ քաղաքացին իրանք են ասում, քաղաքացիական է, քաղաքացիական են, այմարդ մենք այսօր պիտի կարողանանք մեր արժեքներին տեր լինել, այսօր մի ժամանակահատված է, որ շատ կարևոր է մեր ինքնությունը չկորցնենք, ես մի առիթով ասել եմ, եկեք ամուր բռնենք Թումանյանի եւ Կոմիտասի ձեռքը, որպեսզի այս խառնակ ժամանակներում իսկապես չկորչենք, այ ես ինձ իսկապես լավ զգացի, որ
Գյումրու քաղաքապետը տոնին հնչեցրեց կոմիտաս եւ հնչեցրեց այդքան հուզական եւ նա ցույց տվեց, որ այո հայերը հայկական արժեհամակարգ կրողները հետապնդվում եւ պատժվում են։ Այսօր այս խմբի համար հայերը ընդունելի չեն։ Սրանք աշխարհաքաղաքացու զգեստներ են կարել եւ փորձում են հագցնել ասելով այդ նույն, չգիտեմ, Ռիչարդ Մուր կլինի, Բոլթոններ են նախկինը, հիմա ով է, որ այսպես, բայց եթե դուք հիշում եք այդ Ամերիկայի նախկին պետքարտուղարը, երբ սա հոխորտում էր, թե խաղաղությունա բերել է, սա արել է, հերթական կապիկություններ ազգի առաջանում, ասաց դու ողորմելի վիճակի ես հասցրել քո երկիրը եւ քո ժողովրդին։ Փաստը սա է, իրականությունը սա է, եւ փոխարենը սա լսելու, ընկալելու, փորձելու մի դրական բան անի, հոխորտում է դեմը, դե սա նախկին է, նորը չի, բան, այնտեղ էլ է նախկին ներկաներ խաղացնում, որպեսզի կարողանա իր մոլորեցնող քայլը առաջ տանել։ Հակառակ դեպքում, եթե իրատես լինենք, եթե փորձենք հասկանալ, իրականում սրանք ինչ են արել, բացի այդ ողբից, պատժից, հայրենավաճառությունից, բացի ինչ են արել, էլի Էդգարի բնորոշումը հայրենիքի գող պիտակը ամենադիպուկն է, հայրենիքի գող, եւ այդ հայրենիքը գողացված հայրենիքը մեր միջից է ուզում հանի, որպեսզի այլևս որպես հիշողություն էլ դա չունենանք։ Դա նաեւ իրենց համար փրկության ինչ որ մի փշուր է, նշույլ է կամ չգիտեմ ինչ է։ Պարոն Մանուկյան, դուք դրական եք արտահայտվում Արգիշտի Մեխակյանի մասին, մենք գիտենք Արգիշտի Մեխակյանը Արցախյան հերոս Մեխակ Մեխակյանի որդին է, դուք հերոս որդի ունեիք, երկու անձիկ, ովքեր պայքարել են Արցախի համար, դուք ինչպես եք բացատրում այս տարբերությունը, դուք այդպես էլ չներեցիք եւ չհաշտվեցիք, իսկ որդին հոր պայքարը կարծես մի կողմ դրած կարողանում է ճանապարհ անցնել թիմի։ Ես չեմ կարծում, թե որդին հոր պայքարը մի կողմ է դրել, ես համարում եմ, որ որդին իսկապես էլ մոլորության ինչ որ վիճակի մեջ պիտի որ լինի, որովհետև ես հիշում եմ, երբ հանձնվեցին մեր տարածքները, Արգիշտի Մեխակյանը պարլամենտում էր, հայտարարեց, որ հորս երկրորդ անգամ կորցրեցի եւ մանդատից հրաժարվեց։ Ինչպես բա կարողացել Դրանից հետո նա շարունակվեց, ես մարկայնորեն պիտի խոսեմ, գիտեք, նույն Արգիշտին է եւ իր կարողությունները ուներ, իր վիճակը ուներ եւ նրան նախկինում որևէ աշխատանք չէին առաջարկում, չէ՞ որ հերոսի տղա էր, կարելի էր, չէ՞, նկատել ինչ որ մի աշխատանք նրան տալ, ես խոսում եմ մարդկային ճիշտ։ Ես ընդհանրապես ընտրապայքարը այսօր հայտարարել եմ այն մասնակիցներին, որ չվերացեք թշնամության, այդ սև սպիտակները վերացրեք իրար վրայից, դա գաղափարական պայքար է, եւ երբ ասում եմ թշնամու, այդ ինչա, ՔՊ-ի, տեսեք թշնամի բառն էլ եկավ զուգահեռ, այնտեղ պիտի չլինի, ես նաեւ այստեղ հակառակվում եմ Արգիշտի Մեխակյանին, բայց ես գաղափարով եմ ասում, որ նրանք ովքեր բերել են իմ երկրի ուրեմն կործանումը, նրանք ովքեր մահ ու ավեր են բերել եւ հերթականն են ծրագրում, որպեսզի կարողանան թույլացնել իմ ազգին ի վերջո, այսինքն հարձակում հայոց առաքելական եկեղեցու վրա, ես գիտեմ, որ ԿՊ-ում կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ դա չի կարելի, անգամ այդ նրանց մեջ ովքեր պետական ծառայողներ են, դա լինի ոստիկանների խումբ, դա լինի, չգիտեմ, անվտանգության աշխատակիցների խումբ, բոլորը հասկանում են, սա արդեն անթույլատրելի սահմանն է, եւ որոշները հրամանները անգամ խուսափեցին կատարել, որովհետև նրանց զավակներին էլ չեք տնկել են այդ նույն հոգևորականները, այդ նույն հոգևորականները թաղման այդ արարողություններն են մասնակից եղել, փորձել են փառատուն բերել ողբացողներին, ցկացողներին եւ հիմա հանկարծ ծրագրվում է, ես շատ ուզում եմ, որ այդ ամենը եւս հայտարարել եմ, եթե Արգիշտին ԿՊ-ով չներկայանար, ես իրեն կսատարեի դուրս գալով պայքարից, ես դա ասել եմ, բայց ԿՊ-ով ես համարում եմ, որ այս դեպքում իրենց արյունոտ ձեռքերը փորձում են Արգիշտիի նման մարդկանցով լվանալ, ես դա եմ տեսնում։ Պարոն Մանուկյան, ինչու է Սամվել Բաբայանը ձեզ աջակցում, դուք ինչ կապ ունեք Սամվել Բաբայանի հետ։ Ես այդ մասով ուրեմն որևէ առնչություն չեմ ունեցել, ես որևէ մի անգամ չեմ դիմել եւ չեմ էլ ընդունել իրենց խոսքերը կամ դա արվել է կուսակցությունում, դա արվել է հայրենի կուսակցության ղեկավարների կողմից, իրենց են հանդիպել, իրենք են զրուցել եւ իրենք են որոշել, որ միասին ուրեմն պիտի այս պայքարում ընթանալ։
Եվ ընդհանրապես ես փորձում եմ մարդկանց հետ իմ զրույցները անցկացնելով ճանաչել նրանց ցավը, նրանց հոգսերը, ինչը որ իսկապես էլ շատ է։ Գիտեք, առերևույթ չի երևում, բայց երբ մտնում ես այդ գյուղական վայրերը, երբ գնում ես քո քաղաքի, ասենք մի քիչ լքված փողոցները, տեսնում ես, որ բավականին լուրջ խնդիրներ կան, որոնց ծրագրային մոտեցում է պետք, որոնք կարողանանք կարգավորել։ Այստեղ մի ուրիշ բան կա։ Տեսեք, այս նիկոլիստները երբ այդ ասֆալտից խոսում են, այս են կարել, այն են կարել, տպավորություն են ստեղծում, թե իրենց հորտնից փող են բերել եւ այդ ասֆալտ բաներ են անում, եւ մենք էլ պետք է երախտապարտ լինենք, էլի։ Էլ չեն, այսինքն այս մարդկանց մեծ մասը չի ասի, որ դա իրենց ուրեմն հարկերի, չգիտեմ, турքերի միջոցով առաջացած գումարներ են, որոնք ծառայում են, մի մասն էլ ինչպես վկայեցին շատ ուրեմն հրապարակումների մեջ թալանվում են, էս են լինում, որտեղ ասֆալտի որակը նախ են որակը չի։ Ես հիմա տեսնում եմ կլոր խոռոչներ են առաջանում, շատ տարօրինակ, եւ այդ անձրևոտ օրերին դրանք ավելի լայնանում են, այսինքն ինչ որ մի տար պակաս է այդ ասֆալտի մեջ, որ այդքան հեշտ ու հանգիստ դա այդպես ինչ է լինում, փչանում է, ավերվում է եւ ուրեմն նորից վերանորոգման կարիքներ են առաջանում։ Բայց ես ուզում եմ հիշեցնեմ նաեւ ուրեմն Գորիս Ղափան ճանապարհի ասֆալտը, որը նորից մենք էինք արել, չէ, հայերն էին արել եւ դա հանձնվեց, ասենք, ադրբեջանցիներին։ Այն դեպքում, երբ Բագրատյանը հայտարարեց, որ դա կոմունիստական շրջանում էլ հայերինն է եղել։ Եվ ինչու ենք դա հանձնում։ Եթե այստեղ ասֆալտ անում եւ էլի պիտի հանձնի իր եղբայր իր կողմից բարեկիր թրջակված Ալիևին, ինչ է անում այդ ասֆալտը, որ ինչ է տալում ես, որ թուրքը գա այստեղ ազատ պտտվի։ Ես որևէ առողջ միտք չտեսա սրանց կողմից եւ պիտի ասեմ, որ բոլոր ուղություններով էլ երբեմն զգում եմ, որ ասում են, «Էս նրա հետ հույս կապենք», նրա հետ մեկը չի ասում, եկեք հլա մեր հետ հույս կապենք, ճիշտ է, մեզ ինչ որ թիկունք պետք է այս ընթացքում պին մնալու համար, այսպես ասած, չլուծարվելու եւ որպես պետություն մնալու համար պետք է դա, բայց նաեւ եթե վերջնականորեն համոզված ասում են, այսի կփրկի մեզ, այս նման բան չկա։ Եթե մենք ինքներս մատաղացու ենք, այդ մատաղացու գառն ենք, որ կողմն էլ գնանք, մեզ մորթելու մատաղ են անելու։ Պարզապես մեկը մի քիչ ցավոտ, մեկը մի քիչ անցավ, սա է լինելու։ Երբ խոսանք ինքնության դիրքերից, երբ ասենք, որ աշխարհում մեկ սփռված գիտնականներ ունենք, որոնց միտքը այսօրվա հենց այդ նույն աշխարհի արսենալի մեջ կա, դա կլինի ամերիկյան, դա կլինի ռուսական, չգիտեմ, եվրոպական, բոլոր տեղերում հայկական միտքը կա։ Կարելի է չէ մի անգամ էլ հավաքենք, տեսնենք եւ պարտադիր չէ հենց միջուկային զենքեր ստեղծենք։ Հիմա այդ կենսաբանական, մյուս այն տեսակը կա, որ գոնե 20-ի նրանց, ովքեր ուզում են հարձակվել մեզ վրա։ Կարող ենք այդ թշնամուն ասել, լսի, դու չես կարող, որովհետև կվերանաս դու։ Այսինքն մենք պետք կարողանանք նաև այդ ուժի դիրքերից որոշակիորեն խոսել։ Կան փոքր երկրներ, որոնք այո, ունեն այդ հնարավորությունը, միջուկայինը ինչա, ունեն եւ իրենք խոսում են եւ նրանք ուրեմն պաշտպանված են այդ ուրեմն ուժով։ Իսկ մենք հիմա պաշտպանված չենք այն դեպքում, երբես աշխարհի ելի եմ ասում եւ արսենալի մեջ եւ ընդհանրապես գիտության մեջ կարողացել ենք լուրջ ներդրումներ ունենալ, անգամ կենցաղավարության մեջ։ Ես հիմա տեսնում եմ շատ ու շատ սարքեր, որոնցով այսօր աշխարհը օգտվում է, հայերի արած գյուտն է։ Եվ հետարքիր է, որ մենք այդ ամեն ինչը անում ենք, բոլորի համար, մեզ համար ոչինչ չենք անում։ Պարոն Մանուկյան, ես պիտի վերադառնամ Սամվել Բաբայանին, կներեք իհարկե, ուզում եմ հարցնել ձեր գնահատմամբ ինչով նախ ինչպես է դրսևորվելու այդ աջակցությունը եւ ձեր գնահատմամբ իր աջակցությունը ձեզ ավելի շատ օգնելու է, թե խանգարելու է։ Ես ձեզ ասեմ, եկան եւ հանդիպեցինք այն տղաներից, Էջմիածնում ապրող, ովքեր Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցներ են եղել, իրենց ներդրումն են ունեցել, իրենց ճանաչել եմ, խոսել ենք եւ նրանք ընդգրկված են եղել այդ խմբում։ Հիմա բայց նրանք այդ ես ճանաչում եմ, նորմալ մարդիկ են, որոնք իրենց հայրենիքի համար զենք վերցրած մարդիկ են։ Ես իրենց անգամ չեմ էլ հարցրել ինչու եք այս թևում, այդ հարցը չեմ էլ տվել։ Բայց քանի որ իրենց ճանաչել եմ եւ իրենք մոտեցել են ինձ որպես Սամվել Բաբայանի թևում, որպես Սամվել Բաբայանի ներկայացուցիչներ եւ ասել են, որ պիտի աջակցեն ինձ։ Ես չեմ հրաժարվել իրենց աջակցությունից պարզապես եւ իրենց անուններով էլ եմ ճանաչում, իրենց անցած մարտական ուղիներով էլ գիտեմ եւ ասել եմ շնորհակալ եմ, որ ուրեմն ձեր մասնակցությունը բերում եք
իմ կողմը։ Եվ ուրեմն նրանք այո, հիմա աշխատանք տանում են տարբեր տեղեր, անգամ իրենց կողմից փորձում են այդ բացել այդ ինչա կոչում շտաբներ բացել, որտեղ պիտի նաև աշխատանք ծավալեն, կատարում են, ես չեմ կարող ասել, որ չեն կատարում եւ շնորհակալ եմ դրա համար։ Սա, իսկ հիմա թե ասենք դա ինչու է տեղի ունեցել, դա արդեն պիտի նաև այլ եմ ասում հայրենիք կուսակցության ղեկավարները դրանում եւ կարծում եմ մարդը, եթե աջակցում է, եթե կպնել գա ինձ աջակցելու, չեմ կարծում որ պիտի հրաժարվեմ եւ սրբազան շարժման մեջ գնում էինք, երբ սրբազանին ասում էին, ախր լավ չի որ այս ինչ կուսակցությունը ձեզ հետ այն, ինչը ձեզ հետ այն, ինչի ականջն այրևում, սրբազանը ասաց կպնել կարող է գալ։ Ես չեմ եկել խառնելու այս ամը, ես բերել եմ միասնականություն ձևավորելու, ես եկել եմ համերաշխություն բերելու, ես իսկապես էլ ուզում եմ, որ իմ քաղաքում համերաշխությունը տիրի, ես չեմ գալիս սևերի սպիտակների, ուրեմն բաժանեմ եւ ինչ որ այդ խառնափնթոր վիճակից օգտվելով ինչ որ մի բան անեմ, ինձ համար շահեկան է, իմ երկրի հզորանալն է, իմ քաղաքի ծաղկելն է, դա իմ մանկության քաղաքն է ի վերջո, իմ հորումոր, իմ պապ ու տատու քաղաքն է, որտեղ նաև իմ տղան իր իմ տղաները իրենց մանկությունն են ապրել եւ հիմա էլ ապրում են, ինձ համար ես իմ Բաչագանի ձեռն էլ բաց չեմ թողել եւ իմ արամ որդին ով ուրեմն քարորիայի մասնակից է եւ մեդալներով վերադարձավ այդ պատերազմից, գիտեք, այսպեսի մի բան, որևէ անգամ չփորձեց պատմել այդ իր մարտական գործողությունները, մյուսը, նրանց համար դա կյանքի օրինաչափություն է, հայրենիքը եւ հայրենիքը պիտի պաշտպանվի, այսինքն նրանք ավելի մեծ արժեք էին տեսնում եւ դրանով են ապրել, նրանք ուրեմն իմ տանն են մեծացել այդ հերոսները եւ հիմա ես էլ այդ հերոսների քաղաքը ուզում եմ հերոսների վայել քաղաք դառնա, իսկ հիմա ով ինչպես է տեսնում, ես այո, այդպես է, ես այդ միասնականությանը հասնելու եմ, ես թույլ չեմ տալու խառնակիչներին, որ գան նորից այ ինչպես Օհանավանում այդ Հուդայի շարավիղը ներկայացնողները փորձում են ասենք Տեր Մանուկի պես ազնվագույն քահանայի դեմ արշավ սկսել եւ ոստիկան են զանգում, մենք այդ նախադեպերը չենք ունեցել, ինչ ոստիկան, այսինքն մարդ ով որ եկել է իր ծառայությունը մատուցելու, նրա դեմ ոստիկան է կանչում, սա ինչ է ստացվում, Նիկոլի խառնակիչ շունչը հասել է նաև այնտեղ, հիմա կգա Էջմիածին, հետո մյուս տեղը, ձեր ասացի պես հիմա Գյումրին հանգիստ չի տալիս, ոնց թե Գյումրում հայերն են եկել, այս հայերը, որոնք իրենց քաղաքը սիրում են, պաշտում են, եւ այս ամեն ինչը այո խանգարում է ԿՊ-ին, այն ԿՊ-ին, որոնք եթե հիշում եք նոր էին եկել եւ դեռ պատերազմի մասին խոսք չկար, Շուշին Շուշա էին հնչեցնում, այսինքն սրանք ի սկզբանե եկել էին երկիրը հայրենավաճառներ էին, որոնց մենք չկարողացանք ճիշտ գնահատել եւ էլի Վաչագանի խոսքը ասեմ, որ հրապարակ թերթում 18 թվականին գրել էր, որ տղամարդը այսքան չի ասում, սիրում եմ ձեզ, տղա եւ երկիրը չեն ղեկավարում լայվերով եւ պլյուս դրան ես քո պարտությունը չեմ ուզում, որովհետեւ դա իմ երկրի պարտությունն է լինելու, ինչը եղավ։ Պարոն Մանուկյան, հաղթելու հնարավորություն ընդդիմության տեսնում եք վաղար շաբաթում, օրինակ ԿՊ-ն հիմա շատ հաճախ պնդում է, ասում է Գյումրի 2 թույլ չենք տալու, ի վերջո Գյումրի 2 կամ Փարաքար 2, ինչպես Սևակ Խաչատրյանը ԿՊ-ի խոսքերը իմ համար անարժեքություն են, ես երբևէ ԿՊ-ի խոսքերը չեմ լսում, դրանց չեմ անդրադառնում, հեռուստացույց ասեմ, որ վաղուց չեմ դիտում, ես համացանցում եղած բաներով փորձում եմ ճշտել են ինչը ինձ կարևոր է դիտում եմ, YouTube կլինի մյուս, Facebook-յան գրառումներ, բայց իրենց խոսքերը անարժեք են, որովհետև իրենք ճշմարտության անունից հանդես չեն գալիս, իրենք խոսում են ստի կայսրության անունից, հաղթել չհաղթելու խնդիրը ասեմ, սա իմ փորձությունը չի, ես պիտի կարողանամ մարդկանց հասցնել, որ սա ձեր փորձությունն է, ես չեմ էլ ուզի, որ իմ անցած փորձությունը բաժին ընկնի իմ հայրենակիցն, իսկապես չեմ ուզի, երբեք չեմ ուզի, որովհետև դա արդեն երբեմն կարող է նաև կյանքի հետ, շարունակության հետ անհամատեղելի լինել այդ փորձությունը եւ շատերի մոտ այո այդպես էլ եղավ, ես հիշում եմ ինչպես այն ծնողները, որոնց հետ հանդիպում էի, զրուցում էի, այդ վիշտը կսկիցը նրանց ուրեմն տարավ, այլևս հնարավորություն չտվեց ապրել եւ նրանք ջահել հեռացան կյանքից եւ նրանց այո կային եւ Վաչագանի շուրջը, որ գնում է իրենք էլ իրենց որդիների համար էին գալիս, զրուցում էինք, հետո ամեն նոր տարվա ընդհանուր
հավաքի ժամանակ միշտ պակասածներ եմ տեսնում եւ հերթական անգամ իմանում ենք, որ այս մեկն էլ չդիմացավ, այս մեկի սիրտն էլ չդիմացավ, ուզում եմ ասել, այս փորձությունը իմը չի, այս փորձությունը իմ համակարգացիներինն է եւ ես շատ ուզում եմ, որ իրենք այս փորձությանը պատվով դուրս գան։ Նրանք, ովքեր բացարձակ նվիրում ունեն իրենց ազգին, իրենց հայրենիքին, կանգնան այդ արժեքների կողքը։ Ծրագիր հավատացեք, բոլորն էլ լավագույնն են փորձելու ներկայացնել, էս ենք անելու, այն ենք անելու, բայց կա այդ սերը, այդ ջերմությունը, այդ ցանկությունը, այդ մղումը։ Ես ինչպես կարող եմ խոստանալ մարդուն մի բան ու չկատարել այն դեպքում, երբ իմ զավակը կյանք է տվել իր հայրենակիցների համար եւ ես էլ գնամ խափեմ, ես իմ զավակին գնամ խափեմ, իհարկե ոչ։ Իսկ հաղթել չխաղթելու խնդիր ես մի քիչ վերևից եմ նայում, ես վաղուց եմ հաղթել։ Ամեն ինչն եմ հաղթել, այն ինչ կապված է իմ հայրենիքի հետ, իմ գրած գրքերը, այդ դրա վկայությունն են, թարգմանությունները, որտեղ նաև հիացական արձագանքները գալիս են տարբեր երկրներից եւ այդ թարգմանիչների կողմից եւ ընթերցողների, դրանք դրա վկայականն են եւ այդ բոլոր երկրներում որտեղ է եղել եմ իմ քաղաքի անունը միշտ բարձր եմ պահել եւ դա տեղանքային մտածողություն չի։ Ես ընդհանրապես իմ ազգին տեսնում եմ իր ընդհանրականության համամոլորակային եւ ես շատ ուզում եմ, որ այն արժեքները, որոնք հային հայ են պահում, իսկ դրանցից մեկն էլ մայր աթոռն է, Էջմիածինը, վաղարշապատը իր խորհրդով, մենք պիտի կարողանանք անխոցելի պահել, անխաթար պահել, մենք պիտի կարողանանք մեր սրտի ջերմությունը տալ այն տաճարին, որը մեզ է շարունակաբար փոխանցել դարերով։ Տեսնում եք հաղթելու հնարավորություն, գոնե միասնական ընդդիմության։ Եթե այդպես ուղղակիորեն իհարկե տեսնում եմ, որովհետև մտածում եմ, որ ԿՓ-ի խաբեությունը պիտի վերջ ունենա, պիտի ավարտին ունենա, սուտը ի վերջո այսքան երկար չպիտի տևի։ Եվ նրանց մեջ էլ մարդիկ կան, որ սպասում են, թե իսկապես ինչ է լինելու։ Ես գիտեմ, որ ժամեր հետո, երբ իշխանափոխությունները Հայաստանում լինեն, իսկ դա լինելու է, ինչքան էլ Էրդողաններն ու Ալիևը ցանկանան ԿՊ-ին պահել, իշխանության մեջ միևնույնն է հայերը ստապվելու են եւ նրանց իրենց կատարած ոճերի համար արժանի պատիժը լինելու է։ Դա գալու է այդ օրը եւ գիտեմ, որ ժամեր անց Պարագլուխները հայտնվելու են արդարադատության առաջ։ Եվ երբ ժողովուրդը տեսնի այն հանցանքը, որ կատարել են իր հանդեպ, իր երկրի հանդեպ, մեր երկրի հանդեպ, դա իսկապես էլ իրենց էլ է զարմացնելու։ Այդ ինչպես են այսպես մոլորված, ինչպես են կարողացել այսպես հիպնոսացած, այսքան տարիներ ապրել, հավատացել մի խմբի, որը եկել էր իսկապես վերացնելու Ուրեմն եւ երկիր, եւ ազգ, եւ այդ շարունակության մեջ է հիմա։ Այսինքն ինչ շարունակության վերացնել հայոց եկեղեցու ուժը, ոչ թե եկեղեցին ընդհանրապես, այլ այդ ուժը, այսօր եթե բանտարկված են մեր մեծագույն հոգեվորականներից երկուսը, սա նշանակում է ծաղր մեր ժողովրդի հանդեպ, սա նշանակում է ծաղր Մայրաթոռի հանդեպ, սա պարզապես ծաղր է, միայն չարքապատկանը, ես այսօր բառնել ասեմ, սատանան կանի նման բան։ Մայր աթոռի ուրեմն այս հզոր հոգևորականների դեմ ես եւ Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանը իրենց հոգևոր առաջնորդների դերում իրենց թեմերում շատ բարձր են գտնվել եւ ես հասկանում եմ որ նրանց ներկայությունը իսկապես է լիբինաս ԿՊ-ի է ինչպես ամեն ճշմարտությունը տրոհում է այ հիմա որոշ քարեր այդ ստի կայսրությունից տակից դուրս են եկել եւ եթե մի քանի քար ելնի փլուզվելու է եւ փլատակի տակ բոլոր նրանք ովքեր մնալու են շատ ցավոտ է լինել Շնորհակալ եմ պարոն Ես եմ շնորհակալ Հիշեցնեմ զրուցում էի Խաչիկ Մանուկյանի հետ շնորհակալություն որ մեզ հետևում եք